Հարգելի հեռուստադիտողներ, մոլորակ լրատվականի նկարահանող խումբը կրկին գտնվում է 31 կոտորակ 8 ընտրատեղամասում, վաղ առավոտյան հենց այստեղ սկսեցինք մեր աշխատանքը եւ վերադարձել ենք կրկին բարձելու ինչ է տեղի ունենում եւ ինչպես է ընթացել ընտրությունը։ Մինչ այդ տեղեկացնեմ, որ Ալավերդիում արդեն մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է գրանցվել, 8000-ից ավելի քաղաքացի կատարել է իր քաղաքացիական պարտքը, ինչը նախորդ ընտրությունների նկատմամբ կարող է դառնալ աննախադեպ, եթե առաջիկա 2 ժամերին եւս նկատվի այնպիսի ակտիվություն, ինչպիսին օրվա երկրորդ կեսից էր։ Եվ այսպես այս պահին խոսքը կտրամադրեմ 31 կոտորակ 8 ընտրատեղամասի ղեկավար Սարգիս Թամազյանին։ Պարոն Թամազյան, ինչ կարող եք ասել, օրը ինչպես եք ավարտում։ 650 այս պահին ընտրողը արդեն եկե, ժողովուրդը մենք էլ թույսը չունենք, որ այսքան հաճախումներ կլինեն, նորմալ է։ Իսկ դիտորդները կամ վստահված անձինք որևէ խախտման մասին ահազանգել են, որևէ ոչ, դեռ չեն ահազանգել, ոչ մի խախտման մասի, ոչ մի դիտորդ, ոչ մի վստահված անձ չի ահազանգել։ Շատ բարի, շնորհակալ եմ, հարգելի հեռուստադիտողներ, մենք այժմ կլսենք նաև երկու թեկնածուների վստահված անձանց եւ այսպես Արթուր Աբգարյանի վստահված անձը Ալբերտ Ալեքսանյան, համեցեք այստեղ, ինչպես եք որակում վաղ առավոտից այստեղ եք, հսկում եք իրավիճակը, ինչ է տեղի ունեցել, արդյոք ամեն ինչ անցել է օրենքին տառին համապատասխան։ Այո, մտրությունները անցնում են օրենքի սահմանված կարգով, ընտրատարածքը բացվել է ժամի 8-ին առավոտը բոլոր պայմաններին համապատասխան հանձնաժողովի նախագահ անդամների հետ միասին կազմակերպել են, որպեսզի ամեն ինչ ընթանա նորմալ, ընտրողները մոտենում են նորմալ, կուտակումներ չեն գրանցվել, չենք նկատել, անհրաժեշտ դեպքում օգնություն ենք ցուցաբերել ընտրողներին, աշխատում ենք, որպեսզի ընտրություններն անցնեն օբյեկտիվ, այդպես էլ անցնում են, հիմնականում կարող եմ նշել, որ ակտիվությունը բավականին բարձր է, ունեցած վիճակագրական տվյալների համապատասխան, որ մենք համեմատել ենք նախորդ ընտրությունների հետ եւ դա բավականին հույս է հայտնում, որ ընտրությունների արդյունքները եւս կլինեն գոհացուցիչ, առանձնապես խախտումներ չեն գրանցվել եւ մեր կողմից եւ ստուդիաների կողմից եւ բոլոր անձանց կողմից։ Ամեն ինչ նորմալ է, ինձ թվում է նորմալ է, ավարտ կունենանք, մնաց 2 ժամ, հույսով սպասենք բարի ավարտին։ Շատ բարի, ինչ ասել է առանձնապես խախտումներ չեն գրանցվել, իսկ ոչ առանձնապես։ Հիմնականում դա կարելի է նաև խախտում չհամարել, որովհետև մոտենում են ծեր մարդիկ, որոնք օգնության կարիք ունեն, տեսողական խնդիրներ ունեն, գրելու խնդիրներ ունեն, հանձնաժողովի նախագահը իր անձամբ մասնակցությամբ եւ մեր օգնությամբ շտկում կարգավորում ենք, որպեսզի դա էլ չնկատվի որպես օրենքի խախտում։ Միայն դա, ուրիշ ոչ մի։ Շատ բարի, շնորհակալություն եւ հիմա հարգելի հեռուստադիտողներ կլսենք նաեւ Կարեն Փարեմուզյանի վստահված անձին եւ ինչպես է ձեր տրամադրությունը, ինչպես եք որակում դուք ընտրությունները։ Տրամադրությունը շատ բարձր է, ընտրական տղամասը բացվել է առավոտյան ժամը 8-ին եւ մինչեւ այժմ ոչ մի խախտում չի գրանցվել եւ հույսով ենք, որ այդպես էլ կավարտվի։ Ավելացնելու ինչ-որ բան։ Հաջողություն։ Շատ բարի, շնորհակալություն, այո, երկու թեկնածուներին էլ պետք է մաղթել հաջողություն, ալավերդցիները մեծ մասամբ արդեն կատարել են իրենց ընտրությունը, մնում է սպասել ընտրությունների արդյունքներին, իսկ Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերությունը անպայման դրանց կանրադառնա, ժամը 20-ին մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումն է, որտեղ ամենայն հավանականությամբ նախատեսում են հյուրընկալել Վռամ Վանյանին, 31-րդ ընտրատեղամասի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ, ով հենց այդ պահին ինչպես մասնակցության թվի, այնպես էլ ձայների հաշվարկի մասին տեղեկություններ կներկայացնի։ Այնուհետև եւս պատրաստվում ենք աշխատել հատուկ ռեժիմով եւ ընտրությունների ամփոփումը պարտադիր կներկայացնենք ուղիղ եթերում։ Իսկ Ալավերդիում այստեղ ավարտում ենք աշխատանքը ես եւ Տիգրանը մեկնում ենք Վանաձոր, այստեղ կգան մեր մյուս գործընկերները, որպեսզի հետևեն ընտրությունների հաշվարկներին։ Այս ժամի համար այսքանը, սպասեք ժամը 20-ին է մեր հաջորդ հանդիպումը։